Կառավարությունը այլևս մայրաթորին անհատույց սեփականությամբ հողեր չի տա։ Կառավարությունը առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել։ Այսուհետ համայնքային եւ պետական հողերը մայրաթորի եկեղեցիների շինարարության եւ սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում։ Ալիևը Ստեփանակերտում հաղթանակի զբոսայգի է բացել։ Զբոսայգու մուտքից դեպի հաղթական կամար 44 աստիճան է շարված, որոնք խորհրդանշում են 2020 թվականի պատերազմի օրերը։ Բացի այդ, տեղադրվել է հատուկ հուշատախտակ, որը պատմում է պատերազմի ընթացքի մասին։ Զբոսայգին բացվել է Իլհամ Ալիևի ծննդյան օրը։ Ռուսաստանը քննարկել է Ադրբեջանի միջոցով պարտանյութեր մատակարարելու հնարավորությունը, ասել է Ալեքսեյ Օվերչուկը։ Մոսկվան եւ Երևանը քննարկում են նաեւ հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը։ Մենք նաեւ խոսում ենք Հայաստանից Ռուսաստան-Ադրբեջանի միջով հակադարձ բեռնափոխադրումների ապահովման մասին։ Սրանք ձեռքբերումներ են, որոնք մինչև վերջերս անհավանական էին թվում, ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Պուտինը եւ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու կողմերը վերահաստատեցին իրենց փոխադարձ հանձնառությունը համապարփակ կերպով ամրապնդելու ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները եւ համաձայնեցին շարունակել անձնական շփումները։ Ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Կրեմլի հաղորդմամբ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա արդիվ։ Նշվում է, որ զրույցին միացել է նաեւ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մերիբան Ալիևան։